Պարոն Շահչյան, մյուս կողմը։ Երկու հարց ունեմ սույն գործող երրորդ անձի ներկայացուցիչներին։ Առաջին հարցը հետևյալն է։ Տիկին Գալյանը ներկայացնելով երրորդ անձի դիրքորոշումը, եթե ինչ-որ տեղ կսխալվեմ ձևակերպումների մեջ, խնդրում եմ շտկել ու կատարել Տիկին Գալյան։ Բարգավաճ Հայաստան կուսակցության ընտրացուցակի Բարգավաճ Հայաստան կուսակցության ընտրական ցուցակի մասով նշեց, որ այնուամենայնիվ կուսակցությունը հանդես է եկել որպես քողարկված դաշինք, քանի որ ընտրական ցուցակում ընդգրկված են եղել թվով 11 անձինք, որոնք հանդիսանում են այլ կուսակցությունների անդամներ կամ ներկայացուցիչներ։ Սա իհարկե կարելի է հասկանալ, թերևս խոսքը այն կոնտեքստում էր, որ այս տրամաբանության մեջ կարելի էր քննարկման առարկա դարձնել, իհարկե ոչ մաքուր իրավական հարթությունում առհասարակ, ոչ թե 4, այլ 8%-անոց շեմը հաղթահարելու հարցը։ Թերևս այս մասով ճիշտ եմ ընկալել ձեզ, Տիկին Գալյան։ Այնուամենայնիվ մի ձևակերպում օգտագործեցիք, իրավակարգավորումների շրջանցում է տեղի ունեցել։ Եթե սխալվում եմ, կրկնում եմ ուղղեք ինձ, եթե ոչ, խնդրում եմ շատ համառոտ նշել ինչի մասին է խոսքը։ Շնորհակալություն։ Բարձր դատարան, այսօր իրավակարգավորման բովանդակությունը հետևյալն է, որ կուսակցության ցուցակում կարող են ներգրավել նաև կուսակցության անդամ չհանդիսացող անձինք։ Եթե մենք նայում ենք օրենսդրության զարգացման պատմությունը, ապա տեսնում ենք, որ նախկինում օրենսդիրը գործածել է անկուսակցական տերմինը, եւ ես նաև մեջբերեցի Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումը այս հարցի մասով եւ միջազգային չափանիշները, որոնք խոսում են այն մասին, որ անձանց, որոնք չունեն որևէ կուսակցական պատկանելիություն, հնարավորություն տալու մասին է անկախներին, հնարավորություն տալու մասին է մասնակցելու քաղաքական գործընթացներին, այսինքն ըստ միջազգային չափանիշների, որոնցից բխեցնելով կարող ենք մենք մեկնաբանել այսօր մեր օրենսդրությունը, խոսքը գնում է ոչ թե այլ կուսակցության անդամ հանդիսացող անձանց մասին, այլ անկուսակցականների մասին։ Սրա մասին էր խոսքը։ Այսինքն համեցեք պարոն Գրիգորյան։ Հա։ Բարձր դատարան նաև հաշվի առնելով, որ դիմող կողմը, ինչքան էլ իհարկե արգել ներկայացուցիչը ասում է, որ ըստ էության վերանայման հարց չի բարձրացնում օրինակ վարչական դատարանի որոշման, իմ կարծիքով բովանդակային առումով բարձրացվում է, օրինակ հենց նույն բովանդակային առումով բարձրացվում է եւ ըստ էության օրինակ այդ մասով մենք նկատում ենք սահմանադրական դատարանի սույն քննության շրջանակներում առավել լայնացում լիազորությունների կամ դրա միտում դիմումատուի կողմից դրա ցանկություն, քան հենց ինքը սահմանադրական դատարանը, ինչպես դուք ճիշտ նշեցիք, նախկինում արձանագրել է, թե ինչ հարաբերակցության մեջ է գտնում սահմանադրականը վարչական դատարանի հետ։ Եվ եթե ի վերջո այս արգումենտացիան ընդունվի եւ այդքան լայն պետք է սահմանադրական դատարանը դիտարկի այդ թվում 4%-ի հաղթահարման շեմը, իսկ ով ասում, որ այդ լայն լիազորությունները չեն կարող հասնել ընդհանուր մինչև դաշինքների եւ կուսակցությունների տարբերակման եւ շեմերի տարբերակման սահմանադրաիրավական բովանդակության բացահայտում եւ արձանագրում, որ կոնկրետ Բարգավաճ Հայաստան կուսակցության դեպքում, տվյալ դեպքում բովանդակային առումով պետք է կիրառ լիներ ոչ թե 4%-ի շեմը, այլ 8 կամ 10%-ի շեմը։ Դա էլ ավիճելի ասեմ ինչու, որովհետեւ փաստացի 3 կուսակցության տարբեր ներկայացուցիչներ են ներգրաված այդ ցուցակում, բայց ներգրաված է օրինակ նաեւ Մարտուն Գրիգորյանը, ով որ պատիվ ունեմ ինքը անկուսակցական է, բայց պատիվ ունեմ խմբակցության ներկայացուցիչը ազգային ժողովում, այսինքն բովանդակային առումով 4-րդ քաղաքական միավորն է, որի դեպքում արդեն 10%-ի շեմը կիրառել կլինի։ Շնորհակալություն, այսինքն անուղղակիորեն, այսպես ասած, բարձրացնում եք առնվազն ընտրական օրենսգրքի պարոն Օրբելյանի կողմից բարձրացված, պայմանական ասած, պարոն Օրբելյանի կողմից վիճարկվող դրույթների հետ համակարգային փոխկապակցվածության մեջ գտնվող նաև այլ կարգավորումների սահմանադրական շատ ուղիղ պատասխանեմ, շնորհակալություն հարցի համար։ Կարծում եմ, որ սահմանադրական դատարանի լիազորությունները կոնկրետ այս վեճի քննարկման շրջանակներում այդքան լայն չեն, որ հասնենք այդ շեմին, բայց եթե հասնում ենք, խնդրեմ ուրեմն այդ դեպքում նաև այս հարցը քննարկել։ Պարոն Գրիգորյան,
Երրորդ անձի հարգելի ներկայացուցիչներ, այս հարցը թերևս միգուցե անհրաժեշտ է ոչ միայն կարելի է ուղղել բոլոր դիմողների ներկայացուցիչներին, այնուամենայնիվ այս պահին ես կցանկանայի առնվազն առաջին այս հարցը ուղղել առանց որևէ միտման, առանց որևէ տողատակի, որպես երրորդ անձ սույն դատավարությանը ներգրաված քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչներին։ Հարցը վերաբերում է առնվազն նախընտրական քարոզչության ժամանակահատվածում, ինչու ոչ նաև դրան նախորդող ժամանակահատվածում, ընտրական գործընթացին ներգրաված քաղաքական միավորների առաջնորդների եւ ներկայացուցիչների հռետորաբանությանը։ Այս հարցին անդրադարձ է կատարվել նախկինում 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ կապված, նաև սույն թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների հետ կապված, ընտրությունների միջազգային դիտորդական առաքելությունների զեկույցներում։ Եթե ավելի կոնկրետ, վստահ եմ գիտեք, բայց բարձրաձայն եմ ԵԱՀԿ-ժմիկ առնվազն այս ընտրությունների մասով նախնական եզրակացության մեջ։ Եվ ըստ էության ի թիվս այդնի հիմա անհրաժեշտ չեմ համարում առացի տարածի մեջ բերումներ անել ընդհանուր երևույթի հետ կապված գնահատականը, որ գնահատականն այն է, որ քարոզարշավն աչքի է ընկել պառակտող սադրիչ հռետորաբանության եւ ընտրություններն անցկացվել են խիստ բևեռացված միջավայրում։ Այս առնչությամբ նաև Սահմանադրական դատարանը 2021 թվականի ՍՏՎ 1606 որոշվա շրջանակում արտահայտել է դիրքորոշում առայն, ավելի ճիշտ արձանագրել է, որ քաղաքական գործիչների քաղաքական խոսքում օգտագործված անթույլատրելիորեն ցածր մշակութային եւ հանրային բարոյական տեսանկյունից դատապարտելի արտահայտությունների գործելավոճը արկա եղել մրցակցող մի շարք քաղաքական ուժերի եւ դրանց ներկայացուցիչների հրապարակային խոսքում, ցավալիորեն դառնալով Հայաստանում քաղաքական խոսքի մշտական բաղադրիչ։ Հարցս հետեւյալն է, տպավորություն չստեղծվի, սա ելույթ էր ամենևին։ Ուզեցա փորձեցի ցույց տալ ինչ կոնտեքստում եմ այս հարցը ուղղում եւ կրկնում եմ, սա առնվազն ինձ համար ինքնանպատակ հարց չէ եւ ուղղված չէ բացառապես քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչներին։ Սույն թվականի հերթական խորհրդարանական ընտրությունների կոնտեքստում արդյոք քաղաքական միավորների առաջնորդներին ու ներկայացուցիչների ինչու ոչ հռետորաբանությունը ձեր գնահատմամբ, չեմ ասում եղել է այնպիսին, որովհետև եղել է կատեգորիկ է, կարող էր առնվազն լինել այնպիսին, որը կարող էր ազդեցություն ունենալ, միգուցե էական, սա չափելի չէ, սա շատ բարդ է միանշանակ այս հարցի պատասխանը, շատ լավ գիտակցում եմ, գոնե ընդհանուր գծերով ակնկալում եմ պատասխան, ընտրողի ազատ կամահայտնության վրա։ Եվ վերջնարդյունքում արդյոք սա կարող էր որևէ ազդեցություն գործել ընտրությունների վերջնական պատկերի վերջնարդյունքի վրա։ Շնորհակալություն։ Բարձր դատարան, միանգամից պատասխանելով ձեր հարցին կարծում եմ ոչ, այսինքն վերջնական արդյունքի վրա էական ազդեցության տեսանկյունից միանշանակ չէր կարող գործել, քանի որ դուք ձեր խոսքի մեջ շեշտադրեցիք հենց ընտրողներին եւ դա երեք շատ հստակ առանձնացնում էր նաեւ իմ կողմից գործընկերներին ուղղված հարցերում, կարծում եմ, որ հատկապես ընտրողներին ուղղված որևիցե խոսք, որը անգամ այդ անթույլատրելիության սահմանները հատելը, անգամ այդպիսի խոսք չկա, որ միատել դրա ազդեցությունից խոսանք։ Ես ներողություն եմ խնդրում, պարոն Գրիգորյան, խոսքը բացառապես քաղաքացիական պայմանագիր կուսակցության առաջնորդի մասին չէ, խոսքը երևույթին ձեր գնահատականն է, նաև այլ քաղաքական միավորների առաջնորդների ելույթների մասով, հռետորաբանության։ Շատ բարի։ Ես ամեն դեպքում մեր մասով ներկայացնեմ չգիտեմ, թե տիկին գալի, ես անկեղծ ասեմ, տենց շատ, որ ասեմ մանրամասն մյուս քաղաքական ուժերի հռետորաբանությունը այս առումով խորությամբ ուսումնասիրել եմ ոչ, դրա պատճառ ունի ինչի չեմ ուսումնասիրել, որտեղ իրոք խորապես հավատում եմ, որ շատ չափազանցված է նման խոսքի պոտենցիալ ազդեցությունը, դրա համար հատուկ ուշադրություն դրան չեմ դարձրել։ Եթե օրինակ տեղյակ լինեի, որ դատարանը նման հարց է ուղղելու, անպայման կուսումնասիրեի, բայց բնականաբար տեղյակ չէի։ Շարունակելով բարձր դատարան, հարցը հետևյալն է։ Կոնկրետ ընտրողների մասով մենք 3 անգամ երբ որ խոսեցինք եւ գործընկերները օրինակ էին բերում, այն օրինակը, որը բերվեց, վերաբերում էր էլի ի վերջո, այո, այս ընտրական գործընթացին չմասնակցող, բայց միանշանակ քաղաքական գործիչ հանդիսացող, օրինակ Զարոյի Փոստանջյանին, ով որ այսօր Երևան քաղաքի ավականու անդամ է, Երևան քաղաքի ավականին քաղաքական մարմին է։ Գործընկերները հակադարձեցին տեղից, թե
այս ընտրություններին չի մասնակցել, հիմա պաշտոնապես օրինակ Հայաստանի Հանրապետական կուսակցությունն էլ չի մասնակցել։ Հիմա երբ որ օրինակ Սերժ Սարգսյանին ուղղված քննադատություն լինի, դա քաղաքացուն ուղղված քննադատություն է լինելու ըստ գործընկերների տրամաբանությամբ։ Իմ կարծիքով ակնհայտ է, որ ոչ։ Հետևաբար հստակ տարանջատենք քաղաքական հակառակորդներին, ունեցել ենք նաև դրվագ, որ դիմակավորված անձինք բռնության կոչերով անպատասխան տեսանյութը տարածվել էր, դրա այսինքն քաղաքական հակառակորդներին եւ կոնկրետ այդ դեպքում վարչապետը հնչեցել է շատ կոշտ, շատ սուր խոսք, բայց նորից խնդրում եմ արձանագրել եւ ձեր հարցի կոնտեքստում կարծում եմ դա շատ կարեւոր է, որ ընտրողներին ուղղված այդպիսի խոսք չի եղել։ Եվ վերջինը ինչը կուզեմ ասեմ, ինչը ասել եմ նաև 2021 թվականին բարձր դատարան, կարծում եմ մենք նաև պետքա շատ կարևոր է, որ հաշվի առնենք միջավայրը, որում այդ խոսքը հնչեցվում է, եւ որ օրինակ պարոն Վարդևանյանը Սահմանադրական դատարանում կաշկանդվածություն է զգում մեջբերումներ անելուց, ես այդ կաշկանդվածությունը հասկանում եմ, որովհետեւ այս դահլիճի միջավայրը, բարձր դատարանի դատավորների ներկայությամբ միջավայրը այլ բառապաշար եւ այլ կոնտեքստ է, քան քարոզարշավի ընթացքում մենք բոլորս որպես ֆիզանց, մեր, չգիտեմ, առօրյա շփումներում ընկերների հետ եւ այլ վստահաբար նույն կերպ չենք խոսում, ոնց որ ես օրինակ հիմա խոսում եմ պատասխանելով ձեր հարցին։ Եվ միջավայրերը խառնել է եւ փորձել ներկայացնել, որ լրիվ sense հանգիստ միջավայրում, ոչ քաղաքական միջավայրում, ոչ նախընտրական քարոզչության միջավայրում այս sense խոսք է հնչեցվել, դա ըստ էության խեղաթյուրում է իրականությունը։ Շնորհակալություն։ Պատասխանը պարզ է, շնորհակալություն, հավելելու բան ունեք։ Բարձր դատարան հարցը բազմաշերտ է, ես կփորձեմ պատասխանում բոլորին անդրադառնալ։ Մենք պետք է տարբերակենք ատելության խոսքը, քարոզը, դեզինֆորմացիան։ Ու պետք է չափենք դրանց ազդեցությունը ընտրության արդյունքի վրա։ Հիմա եթե խոսում ենք ատելության խոսքի մասին, որը ըստ դիմատուների այն մակարդակի է եղել քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից, որ ահաբեկել է ժողովրդին, դրդել է գնալ եւ քվեարկել նրանց օգտին, պետք է հասկանանք ինչի մասին է խոսքը։ Նախորդ օրը մենք մեր հարցերով փորձեցինք հասկանալ, թե ինչի մասին է խոսքը։ Ասվում է, որ վարչապետը ասել է, ինչու չես զոհվել, դա մարդկանց մոտ վախ է առաջացրել, մտածել են զոհման, այս բառը օգտագործեց դիմատուի ներկայացուցիչը, եւ դրանից հետո անհասկանալի է ինչ է եղել, օրինակ մարդիկ վախեցել են դրանից, գնացել են ընտրել են, թե ոչ։ Իրականում քարոզարշավի ընթացքում հնչեցված արտահայտություններից որոշների արդյունքում մենք կարող ենք խոսել նույնիսկ ինչ որ առումով ռեյտինգի նվազման մասին, ընդ որում խոսքը բոլոր քաղաքական ուժերին է վերաբերում։ Եվ այստեղ տպավորություն է, որ այդպիսի երևույթները որոշ դեպքերում ներկայացվում են ճիշտ հակառակ դիտանկյունից։ Հիմա եկեք կոնկրետացնենք դեպքերը։ Ձեր մայրիկի հետ կապված միջադեպում, ասում եք թիրախավորել է անձին։ Ոչ, ասել է Ռոբին էլ, Սերժին էլ, սա եմ անելու, նա եմ անելու, նա եմ անելու։ Քաղաքական ընդդիմախոսներին է ուղղված եղել ելույթը։ Չենք խոսում այն մասին, թե որքանով է դա հատում, օրինակ, քաղաքացիների համար խոսքի ազատության թույլատրելի շեմը։ Ես ուզում եմ խոսել, որ այս երևույթների դեմ պայքարի համատեքստում մեր երկրում գործում են ինստիտուտներ։ Վարչապետի մասնակցությամբ առնվազն 2 դրվագի հետ կապված կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը քննության է առել վարքագծի կանոնի խախտման կամ էթիկայի կանոնի խախտման հետ կապված հարցը։ Եվ ինստիտուցիոնալ լուծումները, որոնք մեր երկրում տրվել են, այսօր աշխատում են եւ արձագանքում են այդ երևույթներին։ Մենք տեսանք Արթուր Օսիպյանի հետ կապված դեպքը, որ էլի ներկայացվում է որպես քաղաքացիներին ուղղված ինչ-որ բռնության կոչ, ահաբեկող, ինչ-որ, չգիտեմ, հետևանքը ուղղակի ակնհայտ չէ ինձ համար։ Արթուր Օսիպյանը իմ գործընկերն նշեց, ներկայանում է որպես հանրային գործիչ եւ վարչապետի խոսքը ուղղվում է նրան որպես հանրային գործիչ։ Իդեպ այս դեպքով եւս կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում կա համապատասխան վարույթ։ Հիմա ես ուզում եմ անդրադառնամ վերջին շերտին կամ երևույթին, որը կոչվում է դեզինֆորմացիա։ Դեզինֆորմացիան ունակ է
ահաբեկելու հանրությանը, որովհետև քաղաքացիները պարտավոր չեն անձամբ ստուգել այն բոլոր փաստերը, որոնք ներկայացվում են որպես փաստ, ու նոր որոշեն հավատալ կամ չհավատալ որևէ երևույթին։ Քննարկվեց պատերազմ է լինելու եւ 300,000 ադրբեջանցիներ են գալու այդ արտահայտությունների տարբերության հարցը։ Մեր գործընկերները ջանասիրաբար փորձեցին ասել, որ դրանք շատ տարբեր են, որովհետեւ եթե մեզ չընտրեք պատերազմ է լինելու ահաբեկող է եւ կարող էր ազդել կամ ազդել է ընտրության արդյունքի վրա, բայց եթե մեզ չընտրեք, հակառակը եթե ընտրեք այլ ազգին դավանող մարդկանց, որպիսիք որակվում էին քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչները եւ իրենց համակիրները, ապա գալու են 300,000 ադրբեջանցիներ։ Եվ այս մասով կային ստեղծված արհեստական բանականության կողմից բազմաթիվ հոլովակներ, ուղղակի մարդկային տրամաբանությունից, խելամտությունից, բարոյականությունից դուրս, որոնք մատուցվում էին մեր քաղաքացիներին որպես հնարավոր իրողություն։ Սա պետք է քննարկման առարկա դարձնենք։ Եվ մենք այսօր այստեղ ասում ենք, որ չնայած այդ հիբրիդային սպառնալիքներին, բազմաթիվ փորձերին շեղել մեր քաղաքացիների ճիշտ ճանապարհից, բանականությունից, բարոյական ճանապարհից, քաղաքացիները հաղթահարել են դա։ Քաղաքացիները հաղթահարել են սահմանադրական կարգին սպառնացող վտանգը եւ կատարել են իրենց ընտրությունը։ Բարձր դատարան գուցե եւ քարոզարշավի ընթացքում շատ քաղաքական ուժեր հատել են խոսքի ազատության թույլատրելի սահմանը։ Սահմանը խոսքի ազատության, ես իմ խոսքում եմ նշել, որ քաղաքական գործիչների պարագայում հատկապես նախընտրական շրջանում շատ ավելի լայն է, քան սովորական պայմաններում քաղաքացիների համար։ Այս համատեքստում մենք պնդում ենք եւ վերահաստատում ենք մեր դիրքորոշումն առայն, որ սահմանների լայն լինելով պայմանավորված, խոսքի ազատության հնարավոր խախտումները չեն ազդել ընտրությունների արդյունքի վրա։ Շարցեդատը ներողություն եմ խնդրում, փոքրիկ լրացում, էլի։ Եվ Տիկին Գալյանի բերված օրինակները, որոնք ես մի անգամից չմտաբերեցի, որ ձեր հարցինի պատասխան հնչեցնեմ, ինձ թվում է առավել հնարավոր ջանքը գործադրվել է, որպեսզի այդ ազդեցությունը ի վերջո ժողովրդի վրա, այսինքն այդ ազդեցությունը լիներ։ Չի եղել այդ տեղեկատվությունը տարածող անձանցից անկախ պատճառներով։ Որովհետև ակնհայտ աբսուրդային է եղել իմ կարծիքով, այսինքն երբ որ տեսանյութ է սարքում, որտեղ մարդիկ նստում են ավտոբուս, նախ արհեստական բանականությամբ, ինչը արդեն իր արհեստականությունը ի սկզբանե ընդգծում է։ Նստում են ավտոբուս իբր ադրբեջանցիներ եւ հայրենով հայտարարվում է, որ հաջորդ կայարանը Հայաստանի Հանրապետությունն է, թե ադրբեջանցիների համար ինչի է հայրենով հայտարարվում, դա պետք է հասկանալ։ Այսինքն զուտ նաեւ այդ պրոպագանդայի վատ որակի պատճառով է եղել, որ այդ ազդեցությունը չի գործել։ Բայց դրա փորձերը եւ ցանկությունը եղել է։ Եվ վերջին հատվածը բարձր դատարան, երբ որ մենք խոսում ենք էլի այդ խոսքի անթույլատրելիության աստիճանից, իմ անձնական փորձառության տեսանկյունից մի օրինակ բերեմ, եթե թույլ կտաք։ Ես քաղաքական գործունեություն իրականացնելիս ավականու նիստերի ժամանակ, հիմա այդ քաղաքական հարթակը, որը ինձ հասու է, ունենում եմ պարբերաբար ելույթներ, ասեմ, որ լինում է, որ ավելի սուր եւ ավելի ինչ-որ տենց բոցաշունչ քան ստեղ եմ ելույթ ունենում, բայց շատ ժամանակ գրեթե նույն ռետորաբանության մեջ է։ Եվ տարբեր քաղաքացիներից տարբեր արձագանք եմ լսում։ Մի մասը ասում է շատ լավ է, որ այդ ելույթը տեսպիցի զուսպ է, բայց քիչ չեն նաեւ քաղաքացիները, որ ասում են շատ մեղմ է արտահայտվում, չես կարողանում ավելի կտրուկ նենց ավելի հավեսով էլ կներեք։ Ասածս այն է կրկոտ միգուցե։ Ասածս ինչ է բարձր դատան, որ մենք հիմնականում այս դահլիճում գտնվողներս ավելի շատ իմ կարծիքով, չգիտեմ, փորձառության բերումով, իրավաբանական ֆակուլտետի բերումով, չեմ կարող ասեմ ինչի բերումով, ավելի շատ ոնց որ հիմնականում հավանում ենք այն առաջի ոճը, բայց այդ չի նշանակում, որ այն հանրությունը, որը օրինակ այդ քննադատությունը հնչեցնում է, օրինակ իմ ելույթների մասով,
իրանք հանրություն չեն, այսինքն այստեղ ճաշակի հարց է։ Շնորհակալություն։ Պատասխանը պարզ է, շնորհակալություն, երրորդ անձի ներկայացուցիչներին հարցեր չունեմ, հաջորդ խումբ հարցերս ուղղված են կենտրոնական ընտրական հանձնաժողովին։